Կամած մածուն, միանգամից էլ ափսը չկեղտոտեմ, ինչքան աստեղ, 400 գրամ, կամած մածուն է մեզ անհրաժեշտ լինելու, ուշադրեք ժամկետի մեջ լինի, մի քանի ճաշի գթալ, սովորական թթվասեր, մոտ 3-4, նենց է պետք, որ կեսը, կամած մածունի կեսը լինի թթվասերը, մոտավոր տենց 4 ճաշի գթալի չափով, կորիզը անարած զեյթուն, սև, կարա կանաչն է վերցնեք, բայց սևը իդեալական է համապատասխանում, մի հատ մեծ լոլի կամ մի հատ մեծ, մի հատ փոքր, բուլղարական պղպեղ վերցրել եմ դեղինը, ինչի, որպեսզի գույները համապատասխանեն, սենց սիրուն տարբեր երանգների գույները լինեն, այլապես կարա վերցնեի կանաչը կամ կարմիրը, բայց կարմիրը չէր համապատասխանի լոլիկի գույնին, որոշեք ինքներդ մի խոսքով, կես հատ մեծ, այսպես բուլղարական պղպեղ կամ մի հատ ամբողջական։ Աղա մեզ մի պտղունց անհրաժեշտ լինելու, 1-2 ոչ ավել, օրեգանոն, ամենա կարևոր բաղադրիչը այս աղցանի մեջ, որ ես պետք է պատրաստեմ, դա օրեգանոն է, ժողովուրդ ջան, տեսեք, օրեգանո։ Առնում եք, պահում եք, ինքը հատկապես պիցցաների ամենակարևոր համեմունքն է Իտալիայում մասնավորապես, առանց դրա որևէ պիցցա չի, միանգամից եմ ասում, փորձեք կամուզվեք ու երևի թե այսքանը, անցնենք գործի երևի, արդեն առանց ժամանակ կորցնելու, այսօրվա տեսանյութը հնարավոր է մի քիչ ավելի կարճ լինի մնացած տեսանյութերից, անցնենք առաջ։ Հիմա առաջներդ եկեք բաղադրիչները կտրատենք, ուրեմն պղպեղի հետ ինչ ենք անում, բաժանում ենք այսպես կտորների երկարավուն, եթե սիրում եք կարաք մեկ ամբողջական է օգտագործեք, բայց այս չափաբաժնի համար ինձ թվում է հերիք է կեսը ու բաժանում ենք այսպես կտորների, նենց կտորների, որ ուտելու համար, ծամելու համար լինի հարմար, շատ մեծ կտորներ չլինեն։ Այսպես բաժանում ենք այսպես կտորների, սիրուն, այսպես, մյուսը ևս այս մեջի սպիտակը հեռացնենք ու շարունակենք նույն ձևով, այսպես, սա էլ, այսպես, միանգամից ձեռքերս մաքուր են, լցնենք պատրաստվող ուրեմն թասի մեջ, այս ամեն ինչը, այսպես, անցնում ենք լոլիկին ու տեսեք ինչ ենք անում լոլիկի հետ։ Բաժանում ենք երկու մասի, նախ եւ առաջ անտիր լոլիկայի միջայլուց, այն որ ասում է չեմ ուզում հարցանի մեջ օգտագործեմ, հենց սենց կուտեի հենց հիմա, ուրեմն վերցնում ենք սորական գթալ ու մեջից այսպես փորում ենք այս ջրալի հատվածը ամբողջությամբ հեռացնում, լցնում ենք այսպես ափսեի մեջ կամ սորական ուրիշ ափսեի մեջ, այսպես հեռացնում ենք այս մեջի հեղուկը ջուրը ամբողջությամբ այսպես յութը ոնց անվանեք, ոնց ուզում եք տենց է անվանեք, մի խոսքով շատ չխորանա ու ինչ ենք անում, նորից նույն ձևով բաժանում ենք այսպես մասերի ու այսպես կտորների, այսպես, ինչի ենք հեղուկը հեռացնում մեջից, որովհետև եթե հեղուկով լինի, ջուրը շատ կլինի, հեղուկը շատ կլինի ու աղցանը կփչանա, պարզապես կամած մածունով աղցանը ցանկալի է որ լինի պանդոտ, միշտ, սա իմացեք, այս էլ ավելացնենք, լավ եկեք սենց ավելացնենք, նախանից, լոլիկի հետ էլ է պարզ ամեն ինչ, մնացած առանց ձեզ կանեմ, հիմա ներկայացնում եմ զեյթունը չասեցի թե ինչքան ենք վերցնում, մոտ
3 ճաշի գտալ տարայի մեջից, այսպես 3 ճաշի գտալ առանց ջուր վերցնում ենք ու լցնում ենք։ Բաժանում ենք զեյթունը երկու մասի, պարզապես եթե շատ փոքր է, օգտագործում ենք ամբողջական։ Այսպես երկու մասի բաժանենք, այս մեկը ուտենք։ Ինքը պատկերացնի, թե ես որքան եմ զեյթուն սիրում։ Այսպես։ Մնացածը էլի առանց ձեզ, հիմա անեմ բոլորը ու անցնենք առաջ։ Հիմա կատարում ենք մյուս հետևյալ գործողությունը, արդեն ժամանակն է ավելացնելու քամած մածունը նախ եւ առաջ ամբողջությամբ ոնց նշեցի ավելացնում ենք, տեսեք լավ չոր է ինքը, լավ պինդ է, դրա համար ավելացնում ենք նաեւ թթվասեր հետը, այսպես ավելացնում ենք մածունը, թթվասերից ոնց նշեցի մի 4 ճաշի գտալ, այս 2, մի հատ էլ կավելացնենք, այս էլ 4 մոտը որ հերիք է։ Եթե ունեք զեյթունի ձեթ ձեր մոտ, շատ լավ է, զեյթունի ձեթ էլ եք ավելացնում 1 ճաշի գթալի չափով։ Եթե չունեք ոչինչ, խնդիր չկա, ավելացնում ենք օրեգանոն, այսպես մի քիչ էլ պտղունց, հերիքը լրիվ նորմալ է ու աղ։ Այսպես մեկ պտղունց հերիքը, հիմա այս մնացել է, այս ամենը շատ լավ մի հատ այսպես խառնել, զգուշ չենք տրորում, բայց լավ խառնում ենք, այսպես իրուն, ընտիր տեղը տեղին, այսպես, ահա, տեսեք ինչ հրաշք է, կրկնում եմ ստե զեյթունի ձեթն է պակասում, սովորական ձեթ չեմ ուզում ավելացնեմ, դրա համար զեյթունի ձեթ որ լիներ լավ կներ, չկա ոչինչ։ Շարունակում ենք լավ խառնելը, մենակ ես գույներին դուք նայեք, ստեղ նայեք ինչա կատարվում, համերը պատկերացրեք բոլոր հրաշք մի հատ, փորձում ենք, եթե աղը սենց ասած մեր քիմքին համապատասխան չի, էլի ենք աղ ավելացնում, եթե չէ, վերջ, այսպես աղցանը ստացվում արդյունքում դնում ենք սառնարան մոտ մի ժամով, կարծում եմ ու այսքան բան երևի թե։ Այսօրվա համար ժողովուրդ ջան, ընկերներ ջան, հիմա մոտ մի ժամից երևի կլցնեմ, կվայելենք ու տեսնենք, թե ինչ ենք անում հետագայում արդեն։ Սա էլ վերջնական արդյունքը պատրաստի, տեսեք, հրաշք, կարակ ավելացնեք էլի օրեգանո, կարակ կանաչի ավելացնեք, բայց ինձ լսեք ու ավելացրեք մենակ օրեգանո ու այն ամեն ինչը, ինչ ես ցուցադրեցի, որտեվ սա լավագույն տարբերակն է կարծում եմ, փորձեք, կհամոզվեք,